մի այսպիսի ասացված կա, ասում է զգուշ եղեք ձեր երազանքներից, նրանք կարող են իրականանալ։ Ողջույն բոլորին, հիշեցնում եմ չմոռանաք հավանել, բաժանորդագրվել եւ տարածել։ Ինչ որ մի բան կա, երևի դուք ինքներդ եք նկատել, մի բանի մասին որ սկսում ես մտածել կամ մտքովդ տանցնում, մեկ էլ մյուս օրը ինչ որ իրականություն է դառնում, կամ ասենք ինչ որ մի մարդու ես հիշում, ինչ որ տարիներ առաջ որ չես հանդիպել, մեկ էլ մյուս օրը կարող է պատական այդ մարդուն փողոցում կանգառում հանդիպես։ Էպես հետաքրքիր է, այսօր գիշերն էր երևի մի պարտնացա, երևի լուսադեմի կողմերը։ Մի ծիծաղելի էպիզոդ հիշեցի, որ ինչպես հեղափոխությունից հետո Նիկոլը Օսիպյանին նշանակեց գեներալի ուսադիրներ տվեց, Վանեցյանից առաջ երևի թե հետո դարձրեց ներքին գործերի նախարարություն, այդ կադրերը կան, որ ուրեմն նախարարությունում եկե մեջտեղը նստել էր, բան, սենց երկրի տեր ու տիրականի պես, այս կողքեր խեղճացած բանը Վլադիմիր Գասպարյանը, այս մի կողքել Օսիպյան էր նստած, մի հատ էլ երևի բարձիկ էին դրել սենց տակը, որ ոտքերը բանը մի քիչ վերև էր գետին դե չէր հասնում, ուսադիրներ տվեց գեներալի, դարձրեց ներքին գործերի նախարարություն ու էպիսի տպավորություն էր, որ ասացված կա, ասում է, ով որ մեզ խանգարում էր, նա մեզ էլ կողտի, Կովկասի գերուի ֆիլմից Շուրիկի իրաց խանգարում է հարցին գողանան, հիմա նես կանենք, նա մեզ կողտի, հիմա Օսիպյանը այդքան տարի խանգարել էր հեղափոխություն կամ ինչ որ անողներին վերցրեցին, դարձրեցին նախարար, ասեց այս մտքերով ասի հետաքրքիր է էլի, խեղճին ոնց գործից հանեցին բանման, այդպես մեկ էլ առոտը զարթանում եմ, սուրճս եփեցի, YouTube-ը միացեցի, տեսնեմ ինչ է կատարվում աշխարհով, մեկ Հայաստանում, մեկ էլ տենամ Վալերի Օսիպյանի նկատմամբ քրեական գործը հարուցվել, ինչ որ ստորագրություն որ չմեկնի, ու այնքան ծիծաղալի, այնքան սենց բան, որ ասում ես 2 ժամ առաջ անկողնում պարկած կիսա քնած վիճակում, մտածում ես մի բանի մասին, զարթում հերոսացույցը միացնում ես, տեսնում ես ինչ զուգադիպություն կա, չէ, հետաքրքիր։ Բայց ամենայն դեպս այդ պահով ուզում եմ ասեմ, որ մի զարմացեք, ընտրությունների տարի է, հաշված ամիսներ են մնացել, Քանդիր պետությունը կուսակցությունը նրա ղեկավար անդամների հետ միասին այսպիսի շոուեր կկազմակերպեն շատ, որտեվ միջակատով գործել միայն եկեղեցու դեմ քիչ է, պետք է մի քիչ տարբեր շոուեր, որոշակի ձերբակալություններ կանեն, ինչ որ երկու հատ կարող ասենք նախկիններից մեկի տամպատը քանդեն, տունը չեն կարա քանդեն, ասենք նույն Վլադիմիր Գասպարյանի ամառանոցը, որ մխրշված է Սևանի մեջ, դա քանդել չեն կարող, որտեվ նախկիններն էլ այնքան խելոք են եղել, սրանցից ոչ պակաս ներկաներից, ամեն բան օրինական փաստաթղթերով, Զոնքաչի անունով, Քենու անունով եւ այլ, դրա համար ինչ որ քանդել մենակ ասանք կարան Վլադիմիր Գասպարյանի ամառանոցի պատը քանդեն, բայց որոշակի ձերբակալություններ կանեն, որ ցույց տան, որ հեսա բանա, թալանը հետ են բերում, Չագուչը, բան, հեսա Նիկոլը, սա իմ անցյալ ելույթը, այսպես ասած, զայնագրությունը 2 օր առաջ մեքենայից էր, Ամերիկայի ուրեմն փոխ նախագահի այցի հետ կապված, հորդորում էի, որ ինձանից շատ ամերիկան չսիրեք, ինձանից շատ ամերիկան չհասկանաք, չգնահատեք, բայց մեծ հույսեր մի կապեք դրա հետ, ոմանք ինձ վարի բան արեցին, վրա տվեցին, նույնիսկ իմ մտերիմներից, իմ ընկերներից, ինչ ես ասում, նայի, հեսա շիպերի գործարան, հեսա ամերիկան գալիս է եւ այլ, չէր ացել 24 ժամ, այդ ապացույցը տեսակ, 2 դրվագով, մեկը գիտակցաբար կամ անգիտակցաբար սխալ թարգմանությունը, որը Հայաստանի Հանրությանը գցեց մոլորության մեջ, մտածելով, որ հեսա իմ սիրելի իմ երկիրը Միացյալ Նահանգները բերելու է 9 միլիարդ Հայաստանին նվիրելու ներդրումներ անելու, հայտնի ֆիլմի հերոսը կասեր գրպանդ լայն բացարա, հույսեր չունենաք, եւ երկրորդ դրվագը, որը շատ վիրավորական էր անձամբ ինձ համար, ես որպես ամերիկյան քաղաքացի շատ մեծ վիրավորանք ապրեցի, իմ այդպես դա չեմ թողի, ես իմ բանը վիրավորանքը ես դեռ կարտահայտեմ տեղական ուրեմն մակարդակով, շատ վիրավորական էր ամբողջ հայաստանցիների համար, ամբողջ աշխարհասփյուր հայ ազգի համար, բայց դրա մեղավորը մենք ենք, մեր ձեր ընտրած վարչապետն է, ձեր ընտրած կառավարությունն է, ղեկավարությունը, նրանց շարժուձևը, նիստուկացը, ինչ ցանում ես, նա էլ հնձում ես։ Եվ այդ վիրավորականներն էր, որ
JD Vance-ը ուրեմն ծիծեռնակաբերդ այցելության այդ դրվագը իր աշխատակազմը, դե իհարկե ինքը որ նստաշի հեռախոսով բանանում, աշխատակազմը անում, դա հանեցին ադրբեջանցիներին եւ թուրքերին չվիրավորելու համար, նրանց զգացմունքների հետ չխաղալու համար։ Ու ես անկասկած սպասում եի, որ դրան հակառակ JD Vance-ը Բաքվում կայցելի, դե Բաքուով որ գալիս է, տանում են ուրեմն Հեյդար Ալիևի այդ հուշահամալիրը ծաղիկ է դնում, պսակ է դնում, նույնիսկ Մեսսի ֆուտբոլիստին հայտնի հրավիրել էին մի օր Բաքու, երևի մի միլիոն փող էին տվել, դրանք այտենց էժանագին բաներ ունեն, էլի, ով որ փող է տալի, մի անգամից քելեն, մի հատ էլ մեր կպարեն, տարել էին Բաքու, հենց առաջերտին այդ Adidas-ով սպորտային համազգեստով բանով ծաղկե պսակը զրը տարել էին Ալիևի մոտ, Արձանի մոտ ծաղիկ դնելու, ու անկասկած գիտեի, որ JD Vance-ին էլ են տանելու այնտեղ, բայց դրա մասի տեղեկություն անձամբ ես չունեմ, բայց գիտեմ շախեդների այդ պուրակա կոչում, ինչա կոչում, այդ դրանց զոհված, սպանված, սատկացրած մեր հայ տղերքի կողմից դրատեղ գնացել, ծաղկե պսակա դրել, խոնարհվել է եւ այլ եւ այլ, բա ինչու Հայաստանը Նիկոլը այդ իր ուսապարկերի հետ միասին մի հատ բողոք չհայտնեցին, մի հատ բան չարեցին, որ այդ շախեդները մեր հայ տղաներին են սպանել եւ այլ, որ այդ ժապավենն էլ JD Vance-ը իր աշխատակազմը հաներ իր բանից։ Այս սա է բանը, համենայն դեպս ինձ թվում է մի քիչ հայաստանցիները մի քիչ թեթևակի սառը ցնցուկ ստացան, հիմա կհանգստանան, հիմա մի քիչ ավելի ռեալ կհասկանան, որ Ամերիկան շատ լավ երկիր է, շատ հզոր երկիր է, շատ լավ կլիներ, որ Ամերիկան լիներ մեր անվտանգության երաշխիքը, Ամերիկան լիներ մեր բարեկամը, չնայած տեսնում եք, էլի Ուկրաինան քանի տարի այդ անվտանգության երաշխիքը փորձում է ստանալ, չի ստացվում, այն էլ Ուկրաինայի պես երկիրը, հələ քարտեզին նայեք, Ուկրաինայի դիրքը նայեք, Ուկրաինայի չափսը նայեք, Ուկրաինայի հզորությունն ու հնարավորությունները ու երկրի ընդերքը նայեք, հետո մի հատ ձեզ նայեք, էլի չի կարող այդ մարդը Ամերիկայից մի հատ ճիշտ է անսահմանափակ ֆինանսական եւ ռազմական օժանդակություն ստացավ, բայց որպես անվտանգային երաշխիք արդեն 6 ամիս է չի կարողանում, որպեսզի խաղաղության պայմանագիր կնքեն։ Դրա համար ինչ որ միտեղ հայաստանցիները մի քիչ հանդարտվեն, մեծ հույսեր չեն փապագի եւ երբեմն այն Նիկոլը ջեբից որ տրաֆարետի Հայաստանը հանում էր Արցվաշենն էլ առանձին շնց նայում եք, ասում եք մեր Հայաստանն է եւ այլ, մեկ-մեկ այդ Հայաստանը դիտեք ընդհանուր գլոբալ քարտեզի մեջ։ Սկզբից փորձեք գտնել տեղը, հետո մի քիչ խոշորացույցով նայեք թե կողքերը ով կան, հետո ավելի խոշորացույցով մեծ տարածաշրջանը նայեք, հետո նոր աշխարհի մակարդակով նայեք եւ ավելի սթափ գնահատեք։ Ում որտեղ է գտնվում, ում ազդեցության գոտիում է գտնվում, դա իմ ուզելով իմ ցանկությունով չի, դա մեր ճակատագիրն է այդպես դասավորվել։ Ովքեր են ձեր հարևանությամբ գտնվում, հարևաններից դուք ոչ մեկին չեք կարող ասեք ճամփորդը թավակի ստեղից հեռացիր, ամենայն դեպս դա այդ ինչ որ կա։ Ավելի ռեալ է պետք լինել, սիրելի հայրենակիցներ։ Եվ ամենակարևորը, որ ինչ համար ուզեցա ուրեմն այսօր խոսել, ուրեմն նայում եմ մի պարոն կա Հակոբ Մովսես Հակոբա, չգիտեմ թե որն է անունը, որ ազգանունը դրացից, գրողա թե հանրային ծառայողա, մի քիչ փոթորիկ է բարձրացրել հիմա, բայց իհարկե երևի պատվերով ՔՊ-ի իշխանության կողմից ու եկել են հիմա խորհրդարանում նորից լսումներ են անում, ելույթներ են ունեմ շատ կտրուկ, բայց հիմնական թեման կազմակերպված ձևով սցենարը գրված տեղափոխվել է դաշնակցության վրա, օթից վերցրած ինչ որ փուչիկի պես սարքել են դաշնակցության լսումներ, թե ով է դաշնակցությունը, թե լավն է, թե վատն է, հա, ու ինչ որ ուրիշ ավելի կարևոր գործով զբաղվելու համար խորհրդարանում եւ ընդդիմադիրները եւ Քանդիր պետությունը կուսակցության մեծամասնությունը սկսել են դաշնակցականներին, դա հայ հեղափոխական դաշնակցության կուսակցությանը ուրեմն քննարկել, քննադատել, ինչ որ արժեքների գնահատում նորից։ Ես ինքս անկուսակցական եմ, բայց որպես մշեցու վանեցու թոր, որպես հայ ինչ որ միտեղ ազգայնական, մի մարդ, որը շատ է սիրում իր հայրենիքը, իր երկիրը, իր ժողովրդին, իր կրոնը, իր պատմությունը, ես երևի ներքուստ ենթագիտակցաբար ես էլ եմ դաշնակցական, ինչպես շատ ու շատ հայրենասեր մարդիկ, որտեվ դաշնակցությունը մեր ավանդական կուսակցությունն է 135 տարվա, մենք միշտ սատարել ենք, մենք միշտ սիրել ենք, մենք միշտ երբ որ խոսացել ենք ֆիդայական շարժումից, ասալայից,
ես չգիտեմ Սարդարապատից մենք միշտ պատկերացրել ենք, որ այդտեղ միշտ առաջամարտիկը առաջնագծում եղել է հայ հեղափոխական դաշնակցությունը, նույնիսկ այս խղճուկները, անթրաշ փրչոտները, որ հիմա հելել են Սարոյան եղբայրներից են խոսում եւ այլ, սրանցից ուրեմն ոչ սրանց պապերն են եղել առաջնագծում կռվել Հայաստանի համար, ոչ իրանց ծնողներն են եղել ուրեմն Արցախի այդ արգելված բառը գիտեք, Արցախ բառն էլ չեն ասում, իրանք չի կարելի, իրանց արգելել է թուրքը, հա, ուրեմն ոչ եղել է Արցախի առաջնամարտի առաջին պատերազմի մասնակից, ոչ էլ իրանք են եղել 44 օրվա պատերազմի մասնակից, ոչ մեկը, այնտեղ չի եղել առաջնագծում, կարող է հələ քանի Ստեփանակերտը մերն եղել, գնացել մի հատ նկար վեկել են, երևի տիկին առաջի հայ անունը մոռացա, բանը մարտական ծածկ անունը Աննա Հակոբյանը երևի այդ օրերին Արցախում իր ջոկատով ավելի շատ ա եղել, քան թե սրանք են եղել, բայց սա ուզում եմ ասեմ Ժողովուրդ ջան, սա պլանավորված սցենար է, սա հրահանգ է տրված Թուրքիայից, Ադրբեջանից, դու Ադրբեջանից չի, Ադրբեջանը թուլա է այդտեղ Թուրքիան է հիմնական գործոնը, որովհետև հələ մի հատ ձեզ եթե մի պահ պատկերացրեք, դուք ղեկավարում եք թուրքական հետախուզությունը եւ այդ երկիրը, այդ կառույցը նպատակ ունի Հայաստանը վերացնելու, քանդելու, թուլացնելու, ինչ պետքա, որտեղ պետքա խփեք առաջի հերթին այդ երկիրը թուլացնելու, քանդելու համար։ Ինչի վրա է հիմնված Հայաստանը, հայ ժողովուրդը, իր ինքնությունը, իր ազգային ինքնությունը, եկեղեցի եւ սփյուռք, պատմության հետ միասին։ Երկուսի հիմնասյունը, ինչի վրա կանգնած է հայ առաքելական եկեղեցին եւ հայկական սփյուռքը, բավականին հզոր մեծ, բայց շատ վատ կազմակերպված հայ հեղափոխական դաշնակցության վրա։ Ամենուրեք արտասահմանում Հայաստանից դուրս ամենաուժեղ գործող հզոր հարուստ կառույցը հայ հեղափոխական դաշնակցությունն է, որը սատարում է եւ եկեղեցուն եւ ընդհանրապես սփյուռքի ամբողջ գործունեությանը։ Հայդատ, բարեգործական, տարբեր եւ այլ, նույնիսկ այնտեղ ռազմկավար եւ ուրեմն հնչակյաց կուսակցություն ունենք, բայց նրանք այդքան հզոր չեն, ինչքան դաշնակցությունը։ Ինչ-ա պետք անել։ Ինչ պետքա թուրքական հետախուզության շեֆանի ցանկալի է ուրեմն հավաքագրել Հայաստանի կառավարությունից, վարչապետից, իր աշխատակազմից, ես չգիտեմ, քաղաքական էլիտայից, ուրեմն գործիչների, որ ծառայեն Թուրքիայի եւ Ադրբեջանի շահերին, դա արդեն արված է, ամբողջությամբ տեսնում ենք Նիկոլը իր քանդիր պետությունը կուսակցության խմբակցությունով ուսապարկերով ծառայում են եւ սպասարկում են Ադրբեջանի եւ Թուրքիայի շահերին, դիմադրում է շատ ուժեղ հայ առաքելական եկեղեցին, որին սատարում է հայ ժողովրդին խելոք խելացի գիտակից փոքրիկ 15-20%-անոց հատվածը, դե մնացածը ժեխ են, չէ, նայում ես ինչեր են գրում, արդեն հասկանալ է, եւ ինչպես նաեւ հայ հեղափոխական դաշնակցությունը, որը նորից պաշտպանում է եւ հիմք է հանդիսանում այդ կառույցների համար։ Ինչ է կատարվում հարձակում դաշնակցության վրա, Հակոբ Մովսեսը ինչ-որ մի տուֆտություն է խոսացել, հիմա եկել է, հիմա էլ ընդեղ է խոսում, հիմա էլ հելելներ սրանք, Սարոյան եղբայրներ եւ այլ, ով մի խմբակ, մի փոքրիկ խմբակ անթրաշների, անգրագետ լրագրողների, որ 10 տարվա պատմություններ չունի, որ Աստված տա, եթե այս տարի ամառը իրանք ընտրություններում պարտվեն, եթե իհարկե Հայաստանի մնացած զանգվածը խելացի լինի, սրանք անկասկած կպարտվեն։ 2 տարի հետո այս ԿՊ-ի մասին հիշող չի լինի։ Ու եկել են խոսում են մի կուսակցությունից, մեր ազգային, պատմական, ավանդական 135 տարվա պատմություն ունեցող կուսակցությունից, դուք սենց եք եղել, ձեզ հավաքագրել են կոմունիստները, ձեզ չեն հավաքագրել, կոմունիստական կուսակցությունը, սովետական KGB-ն այնքան հզոր եղել է եւ կա, հենց հիմա չի դադարում հավաքագրություն անել, որտեղ հնարավոր, այո, դաշնակցականների մեջ էլ է ունեցել, եկեղեցականների մեջ էլ է ունեցել, որտեղ ուզեցել է իմանալ ամենուրեք ինչա կատարվում, ով ինչա խոսում, խի ձեր մեջ չունի, ձեր երևի կեսը ռուսի ագենտ եք, KGB-ի զեկուցում եք, թե ինչա Հայաստանում կատարում, թե գնացիք Ամերիկայի JD Vance-ի հետ ինչ խոսացիք, Թուրքիի հետ ինչ խոսացիք եւ այլ։
Հենց առաջ օրերը բերեցին թուղթը ներկայացրեցին, որ Արարատ Միրզոյանը հավաքագրված ԱԱՑ-ի բանա, ագենտ է, գործակալ է, ինչ արեցիք։ Հələ այդ մեկը թղթով, բա մնացածը։ Հենց որ եթե KGB-ն գործալա գեներալ Կալուգինը, որը առոք-փառոք իր համար Միացյալ Նահանգներում ապրում է, ինչ-որ կասի, դա ամբողջ ռուսական ՌՊՑ-ն է, ռուսական ուղղափառ եկեղեցում էլ հավաքագրված։ Ամենտեղ դա կան, դա ոչ ինչ չի նշանակում։ Դա չի նշանակում, որ դրանով հայ հեղափոխական դաշնակցությունը, որը իր անդամը ես չեմ հանդիսանում, բայց հնարավոր է ի հակադրություն, ի ատելություն ԿՊ-ին ես մոտակա ժամանակներս գնամ հավաքագրվեմ, դառնամ հայ հեղափոխական դաշնակցության անդամ։ Ոնց որ իմ Մուշեղ Պապն ա եղել, երևի, կարծեմ, գիտեմ, որ հայրս միշտ համակրել է այդ կուսակցությանը, որպես ֆիդայական շարժման, որպես Մուշեղ Պապ, Անդրանիկի հետ կռված, Մուշեղ Պապի որդի, թոռ եւ այլ, ու Մուշեղ ա եղել անունը, Սուրեն ա եղել, Անդրանիկ ա եղել, հորս հորեղբորս անունը Արմեն ա իմ անունը, Սուրենի սերունդը շարունակվում է, Անդրանիկի սերունդն էլ այնտեղ սա Երևանում շարունակվում, ոչ Վովայա, ոչ Նիկոլա, ոչ Ալեքսանդրա, ոչ Վլադիմիրա, ոչ էլ Քյամալա, որ հիմա էլ այսօր եկել եք ըստ հայկական հին ուրեմն ու ավանդու չասեմ ասացվածքի արջի քոթոտներ ասում են, երբ որ մեծանում են, սկսում են շատ ներողություն հոր պլորների հետ խաղալ։ Այտենց էին ասում, որ մենք երեխա ենք, լսում ենք։ Հիմա սրանցն է։ Թուլեքը մեծացել են, թուլ քոթոտ են, թուլայ են, եկել են դաշնակցությանը քննադատում են, հələ սեղ են ասել խելքին հաշեցեք։ Իսկ ամենացավալին, որի համար ուզեցա խոսել, որ մեր համ երիտասարդությունը, համ միջին տարիքը, նույնիսկ մեծ տարիքը, այնքան անսկզբունքային, անուղեղ, այնքան տատանվող, այնքան անգրագետ մենք հասարակություն ունենք հիմնականում հայաստանցիների մեջ, այնքան ֆեյքեր ունենք, փողով աշխատողներ եւ առանց փողի անուղեղ ոչխար, ժեղ կներեք, ասում եմ էլի, որ անմիջապես ընկնում են ազդեցության տակ։ Այս փրչոտները մի բան են ասում, եկեղեցին վատնա, հոգևորականը վատնա, սրանք սկսում են գրել, նստել, հայհոյել եւ այլ։ Հիմա դաշնակցությունը վատնա սկսում են էս գրել։ Ես պատկերացնում եմ վաղ ասենք Նիկոլը հանգարց ոնց որ Հովիկ Աղաջանյանի հետ կապերը խզեց, ասենք Ալեն Սիմոնյանի կամ Ռուբինյանի հետ ինչ որ հարցում վիճվեն։ Դուք պատկերացնում եք ինչ կլինի։ Դուք պատկերացնում եք այս ժեղ հասարակությունը, որ այսօր մեծարում է Ալեն Սիմոնյանին որպես շատ հումորով, շատ համակրելի, շատ խելացի քաղաքական գործիչ, որին անկասկած գիտեմ, եթե հարցնեք Լենին Պապիկը երբ է ծնվել կամ առաջին համաշխարհային պատերազմը երբ է սկսվել, երբ ինչն է եղել դրա պատճառը, անկասկած նա չի կարող ասել, լինելով խորհրդարանի նախագահ, այդքան էլեմենտար գիտելիքներ չունի։ Բայց սենց այս մեր հայաստանցիները ընկած ազդեցության տակ, հիմա էլ քարկոծում եք, ախա Ժողովուրդ ջան, դա ձեր անցած ուղին է, ձեր ազգի պատմությունն է, դուք ոնց կարող եք այդքան շուտ ուրանաք։ Այդպես սա դարձակ ազգովի այ հայաստանցիներ ջան, Նիկոլ սիրող, Նիկոլին պաշտող, Քոչարյան ու Սերժ հայող, Էդի դուք չէիք գնում եք մի հատ մուրաբայով, մի տուփ մակարոնով, 500 դրամով, 1000 դրամով, ձեր ձայները տալիս էիք Քոչարյանին ու Սերժ Սարգսյանին։ Հիմա էլ դուք էլ սկսել եք արդեն, ախր մարդ մի քիչ ինքնասիրություն կունենա, մարդ մի քիչ թասիբ կունենա։ Գոնեն էս մարդ խոսա, որ այն ժամանակ էլ է սկզբունքային եղել, իր համար երկրի անկախությունը, պետականությունը, ես չգիտեմ, արդարությունը վեհ գաղափար ա եղել, հիմա էլ Այն ժամանակ գնում էիք Ռոբիկի ու Սերժիկի համար 500 դրամով մի բանկա մուրաբայով Դոդի Գագոին, Լֆիկին եւ այլ ծառայում էիք ստրուկի պես, այս ստրուկի էժանագին ձեր ձայնը, ձեր երեխաների ապագան վաճառելով ձեր ձայնը տալիս եք դրանց 20 տարի դրիկ իշխանության թալանեցին, բան արեցին, դուք էլ խղճուկ ողորմելի պես այդ քաքի փոսի մեջ ապրեցիք, հիմա էլ եք ճիշտ է քաքի փոսի մեջ Հիմա էլ ընկել եք այս խղճուկի խելքին, հիմա էլ սրան եք մեծարում, նրանց եք բանանում։ Սրանից էլ մուրաբա կարտոշկա չեք ստանում, որտեվ այդ մուրաբի կարտոշկի փողը, մակարոնի փողը իրանք իրար մեջ են արել պարգևավճարներով, ձեզ ոչ մի բան չեն տվել, որտեվ արդեն թոշակառու եք էլի դարձել միջին սերունդն է, մեծը թոշակառու էլ մնացել է, ձեզ բան չի տվել, ու այն արժեքները թողած ձեր ազգային, նստել եք կնես մարկանց եք գովաբանում, օնեստերին եք քարկոծում, չնայած խեմ զարմանում իմ հարազատը, իմ ամենամոտիկ
ազգական ամենահարազատս չեմ ասում ավելի շատ գովում է մի անձնավորության, որին ընդամենը մի 3 տարի է ճանաչում, ոչ ազգական կապ կա, ոչ արունակցական կապ կա, իր քրոջ, ես իմի ինչ փեսանա, նրան ավելի շատ է գովում, քան թե իմ արած ամբողջ լավ բաները, որ ես իր համար արել եմ իմ ամբողջ գիտակից իմ աշխատանքային կյանքի ընթացքում, վերջի 40 տարին էլ չհաշված։ Միջև այս օրս էլ հայ հենց հիմա կուշ փորով ուտելու, ապրելու, տակ քնելու, առողջ լինելու այդ արդյունքը չգնահատելով կարող ավելի շատ գովա քան թե ինձ։ Զարմանում եմ, եւ მე ոչ միայն ինքը, ուրիշ ազգականներ էլ ունեմ, որ 20 տարի բերել եմ, հասցրել եմ, կերցրել եմ, խմացրել եմ, պահել եմ, սովամահ լինելուց եմ փրկել, կարող այն ինչ-որ մի հատ անկապ դեմքի, որ իրանց հորքուրի աղջկա, մորքուրի տղու փեսեն, հա, որ ոչ կյանքում հələ չեն էլ տեսել երևի մի անգամ, երևի չի էլ տեսել։ Բայց այդ հորքուրի աղջկա, մորքուրի տղու խաթր, այդ մարդուն կգովանան, գովաբանեն, այն իմ տված աղու հացն ու ջուրը կուրանան ու այս է այս մեր հայաստանցիների տիպիկ բանը։ Իհարկե, այս հայաստանցիների անշնորհակալ լինելու համար հիմնված իմ Հայաստան վերջի այցի վերաբերյալ մի հատ առանձին նյութ պետքա նկարահանեմ, դրա մասին էլ պետքա մի օր քննարկենք, բայց այսօր այսքանն էր, սա է ուզում ասեի, թող բոլոր փրչոտները, այդ ուսապարկերը, քանդիր պետությունը, կուսակցության անդամները իմանան, որ իրանք զրո են, իրանք ոչնչություն են, այո, մահ կամ ազատություն, որովհետև մահը միշտ եղել է դաշնակցության կուսակցության անդամներին, որոնք միշտ եղել են առաջնագծում, Սարդարապատից մինչև 44-օրյա պատերազմ, դրանցից ոչ մեկը, ոչ մեկի ծնողը մոտիկ էլ չի գնացել Արցախին։ Մահը եղել է դաշնակցականներին, ազատությունը իրանք արել են հայրենիքի համար։ Փառք ու պատիվ մեր ազգային, պատմական, ինչ ասեմ, ամենահին կուսակցությանը, թող նա ինչ-որ, եթե նրա մեջ էլ ինչ-որ թերություններ կա, սխալ բաներ կա, ինքը իրանով կմաքրվի, մենք չենք խառնվի, ովքեր անդամներ չեն, ինքը իրանով կմաքրվի, կուժեղանա առաջ կեթա։ Ինչպես երեկ էլ ասեցին, վաղը մյուս օր ՔՊ չի լինի, ՔՊ-ն էլ ՀՀՇ-ի պես կգնա կորի, ՀԱԿ-ի պես կգնա կորի, ես չգիտեմ, շատ կուսակցությունների պես կգնա կորի, բայց հայ հեղափոխական դաշնակցությունը հավերժ կմնա։ Դուք նայեք, սիրելի հայաստանցիներ, վաղը մյուս օր չափսոսակ ձեր ասածների ու արածների համար, որ կարողանաք հպարտությամբ նայեք ձեր թոռների աչքերին ու ձեր թոռներին մի քիչ դասիրակեք, որ մի քիչ հայրենասեր լինեն, մի քիչ քաղաքականությամբ հետաքրքրվեն, մի քիչ ավելի ակտիվ լինեն, էլի, որտեվ շատ անտարբերություն է տիրում այդ երիտասարդության մեջ։ Այս սա է ուզում ասել։ Ամենայն բարիքներ բոլորիդ, խոսենք։